Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք անմահական բուրիտոներ։ Դե ինչ սկսենք պատրաստել։ Նախապես տորտիա լոշիկները տաքացնում ենք թավայի մեջ, երկար չենք թողնում մնա, որպեսզի չչորանա։ Ավոկադոյի վրա ավելացնում ենք կիտրոնի հյութ, աղ ու պղպեղ, այնուհետև խյուս պատրաստելուց հետո այսպես սկսում ենք վրան։ Նախապես հավի միսը տապակել եմ, ալիքում արդեն տեղադրել եմ, թե ինչպես համեմել եւ պատրաստել հավի միսը, որպեսզի ստացվի շատ համեղ։ Մեկնաբանություններում կդնեմ հղումը։ Ավելացնում ենք նախապես եփած բրինձը։ Սիրելիներս, քանակը դուք որոշեք, որովհետև կախված է թե ինչ չափի տորտիայի մեջ եք ավելացնելու բաղադրիչները։ Ավելացնում ենք սպիտակ լոբի, կարող եք ձեր նախընտրած լոբին ավելացնել։ Նաև ավելացնում ենք քերիչով անցկացրած պանիրը։ Պանիրը պետք է հալվող լինի, ձեր նախընտրությամբ ավելացրեք ձեր սիրելի պանիրը։ Հիմա ավելացնում ենք լոլիկը, իմ մոտ չերի տեսակի լոլիկ էր, մանր կտրտել եմ, ավելացրել եմ աղ և պղպեղ, այնուհետև ավելացնում ենք նաև սոխը, սոխը կարող եք ավելի մանր կտրտել կամ մի փոքր ավելի մեծ չափերի կտրտել։ Ավելացնում ենք վերջում համեմ և մաղադանոս, կարելի է շատ ավելի առատ ավելացնել կանաչիները։ Հիմա անցնենք փաթաթելուն, պետք է ավելի ձիգ փաթաթենք, որպեսզի բաղադրիչները դուրս չգան, կարելի է ասել նրբաբլիթների նման փաթաթում ենք, բայց ավելի ամուր կերպով։ Պետք է թավայի մեջ տաքացնենք ամեն մի կողմը 1-ից 2 րոպե, ուշադիր ենք լինում, որպեսզի չվառվի, ես ավելի շատ եմ սիրում, որ տաքացած է լինում, այսինքն մի փոքր ավելի կարմրացրած եմ սիրում։ Չոր թավայի մեջ ենք դնելու, առանց տապակելու, առանց բուսայուղի, ուղղակի այսպես ամեն մի կողմը կարմրացնում ենք եւ վայելում ենք սալսայով, ձեր նախընտրած սալսան ավելացնում եք եւ այս համեղ բուրիտոները կարող եք վայելել։ Սիրելիներս, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով եւ այն կդառնա ձեր ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը։ Իսկ եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել ալիքին։ Շնորհակալություն ձեր դիտումների եւ մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով։